Հաշվի առնելով, որ երեք նիստի ընթացքում դուք տեսակ կապված ցանցերից մեկի հետ իր Facebook-յան էջում հրապարակած ինֆորմացիա հետ, որը չէր անպատասխանում իրականության եւ այստեղ, այսպես ասած, բացահայտվեց, շատ հետաքրքիր երկու դիտարկում արեց, առաջինը, որ ընդունեց, որ չի անպատասխանում իր Facebook-յան էջում գրած այդ թիվը գոնե եւ բավականին այսպես ուռճացված էր։ Երկրորդ հայտարարությունը ասես դա իմ անձնական էջն է, այսինքն կարելի է եզրակացնել, որ իր անձնական էջով գրված մինչև այսօր ամբողջ տրված ինֆորմացիան չեմ ուզում կոպիտ ասեմ, բայց ճիշտ չի, թող մեր հայրենակիցներն էլ այլևս չօգտվեն այդ էջից, որովհետև ինքն է ասում, որ դա իմ անձնական էջն է, այսինքն դրա վրա մի հիմնվեք։ Եվ երկրորդը քաղաքական է, հայտարարեց, որ քաղաքական է։ Այդ պատճառով մի քանի հարց կա։ Ես հիմա չեմ ուզում մանրամասն պատասխանել Moody's-ի հետ կապված, առիթը կունենաք այսօր, հարցրեք, ասեք, ինչ է Moody's-ը, ընդհանրեն հիմա շատ չծավալվեմ, չհուշեմ պատասխանել։ Երկրորդ, հայտարարություն է արվում, որ մենք ղեկավար կազմը չի ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Հիմա հարց, բացի տնօրենների խորհրդից, որը ֆիքսեցինք, որ տնօրենների խորհրդի ստացած աշխատավարձը եւ պարգևատրումները, այսպես ասած, չի մտնում սակագնի մեջ, այսինքն Սամվել Կարապետյանը իր գրպանից, իր ներկայացուցիչին տալիս է գումար։ Ինչքան ուզում, ինչքան գնահատում, այնքան տալիս է։ Հիմա թող այդ հարցին էլ պատասխանի, այդ արտահայտությունը չենք ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ, եթե ճիշտ եմ ցիտում։ Ում է վերաբերվում, գլխավոր տնօրեն եւ ներքև ով է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Մի դեպք է եղել, ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո դիմում է գրել ազատման, ընկերությունը գնահատելով նրա 10 տարվա կատարված աշխատանքը որոշակի, այսպես պարգևատրում է տվել, որպես գնացող մարդ։ Թող երկրորդ դեպքը մատնանշի, գիտեք, շատ այսպես արվում են հայտարարությունները, ես օրինակ պատրաստ եմ առաջի օրվանից իմ յուրաքանչյուր արած հայտարարությունը, յուրաքանչյուր ձեր ցանկացած ժամանակ մեկնաբանել, եւ դուք կտեսնեք տարբերություն կա թե ոչ։ Հեծը, ինչպես նախկինում, ինչպես շատ ավելի նախկինում, ինչպես հիմա եւ ապագայում աշխատող օրգանիզմ է։ Չի կարող որևիցե մեկը հայտարարել, որ ես լինեմ գլխավոր տնօրեն, անհնար է, որ այդտեղ լինեն խախտումներ։ Չի կարող այդպիսի բան լինել։ Կառավարիչը ինքը ընդունեց, որ 830,000-ից շատ մեծ մասը միգուցե իմ օրոք է, այդ արտահայտությունը երեք եղավ։ Երկրորդը, իրենք վարույթի նյութերում, ես դա ուզում եմ ելույթում ասել ճիշտն ասած, ներառել են իմ օրոք, իմ թիմակիցների, մեր աշխատակիցների հետ կատարված լայնածավալ ստուգումները բյուջետային հիմնարկների, ներառել են իրենց նյութերի մեջ, այնտեղ ամսաթվով երևում է ապրիլ-մայիս ամիսներին։ Իմ ասած իմաստը հետևյալն է, ընդամենը պետք է ճիշտ քաղաքականություն պայքարելու։ Եթե չենք պայքարում, իհարկե, հիմա իրենք այդ ճանապարհին են։ Իրենք հիմա թող հայտարարեն, որ կոնկրետ կորուստների հետ կապված իրացման տնօրենությունում ինչ-որ բան է խախտվել, բացարձակ ոչ մի բան չի խախտվել։ Իրենք կառավարում են մեր ձևով, չունեն իրենց ձևը, կառավարում են մեր ձևով, թող այսպես փոխեն։ Երկրորդը, կառավարիչը ունենալով իշխանական, այսպես
Չեք պատկերացնի ինչ լծակների հետ իրապետում ես բային։ Քարտ բլանշը 100%-անոց է։ Անգամ այդ դեպքում ես այսօր կբացահայտեմ կոնկրետ մի փաստ շատերը կան, որ իրենց օրոք կոծկվել է, այսպես ասած, շատ լուրջ հավելագրման տեղ։ Ուղղակի կոծկվել է։ Հիմա այդ լծակներ ունենալով, եթե դուք չեք կարողանում պայքարել, ապա ոնց եք պատկերացնում մեզանից պահանջել 100% ճշտություն։ Երեք դուք տեսաք, որ հարց ու պատասխանի ժամանակ կոտրվեց ամբողջությամբ համակարգվածություն։ Վարույթը 171 էջ է։ Կա եզրափակիչ մաս։ Եզրափակիչ մասում ուղղակի գրված է։ Տիրում է, այսպես գործել է համակարգված սխեմա եւ այլն եւ այլն։ Համակարգված եւ համատարած։ Այո։ Երբ որ հարցը բացում ենք, հանձնաժողովի աշխատակազմը ասում է, դե 171 էջի սկզբում գրել ենք, որ արտաշատ ցանցում է։ Բայց մեր ժողովուրդը բնականաբար կարդում է եզրափակիչ մասը։ Այսինքն բնականաբար դա դիտավորություն է։ Ստուգումներ են արել շատ տեղերում, որտեղ եղել է խնդիր ներկայացրել են, որտեղ չի եղել խնդիր, ուղղակի չեն ներկայացրել։ Այստեղ ազնվության խնդիր է։ Եվ հաջորդը կառավարիչին ուղղակի կարող եք հարցնել։ Արդյոք բացի այսպես կոչված աշխատողների վրա ճնշում գործադրելու, տեսեք, երկու մասից է բաղկացած, հավելագրում եւ այսպես կիլովատի առևտուր։ Բացահայտել են արդյոք դեպք, որ կամ մեր աշխատակիցը կիլովատ կողանավաճառի, կամ իրենց անվտանգության տնօրինությունով, մյուսով բացահայտեն դեպք, որ ինչ-որ մեկը մեզանից հոսանք է կողանում։ Խոսքը վերաբերում է քաղաքացիների մասին։ Դա սեփական կարիքների մասին է խոսքը, սեփական կարիքները լինում է հետևյալ կերպ։ Հանձնաժողովը սահմանում է սեփական կարիքների, այսպես չափ։ Անկեղծ ասած, հաշվի առնելով, որ այդ չափը չենք անցել եւ հաշվի առնելով աշխատանքի այսպես լայնածավալ լինելը եւ մեր իմ տնօրինության կոնկրետ վերահսկողական ֆունկցիայով մարդկանց քիչ լինելը շատ ավելի շատ ուշադրություն է դարձվել այսպես արտաքին գործոնների հաշվի առնելով որ հանձնաժողովի թույլատրել չափը չենք անցնում բայց անգամ այս պարագայում հանձնաժողովը ընդունեց որ այդ այսպես ասենք ինքը ինչ ասաց հաշվիչները չեն կարդում այսինքն հաշվիչը թիվ ցույց չի տալիս բայց իրենք թիվ են հրապարակում Եվ դա նույն բան ներողություն ես ավարտեմ, շատ կարևոր կտոր է սա։ Այսինքն, այսպես ասեմ, պատկերացրեք Ղազինյան Դավիթը, բերում էր ինչ-որ մի հատ հանձնաժողով մի հատ գործ, ասում էր հաշվիչը չի կարդում, բայց ես կարդում եմ միջինացված հաշվարկով այս բաժանորդին այսքան պետքա դրվի։ Ախր մի անգամից վարույթ տուգանք չգիտեմ եւ այլն։ Ինչ արվել է Իրականում իրենք ասեցին, ես այլ ինֆորմացիա ունեմ ելույթում ձեզ կտամ, որ այդ հաշվիչներից չասեմ էլի մի քիչ այսպես ինտրիգային թողենք, բայց ներողություն։ Այն որ իրենք կատարել են միջինացված հաշվարկ, դա շատ մեղմ ասած Ճիշտ է որ դուք երբ որ այս ժամանակավոր կառավարիչ եք, այսպես ասած քսուր եք դրել այս ռեսուրսների վրա, որ կիլովատ գովանա հավելադրմանի իր ասացն է։ Հիմա ուզում եք հայրս որպես միակ իրավաբան ակադեմիկոս այս նայի եւ նախատի ինձ։ Վայջան, կիրառել եմ տարբեր գործիքակազմեր, այդ թվում որոշակի ոչ հանցակազմ պարունակող գործիքակազմեր, որոնք իմը չի, իմ դաստիարակությունը չի, բայց ստիպված կիրառել եմ, այսպես պատասխան։ Ասեմ ձեզ, մեր աշխատակիցներից շատերի հետ բարոյական զրույցի դեպքում հավատացած եղեք, երբ որ մարդու հետ տղամարդու պես ձեր ձեռքի ես տալիս եւ ասում ես, որ այսպես մեղմ ասեմ, սա անել անբարոյականություն է, հավատացեք, որ շատերը դա ընդունել են։ Անգամ ձեզ մի դեպք պատմեմ, լրագրողներից մեկը զանգեց ինձ ուղղակի որ իմանա էսենց է լինելու ամբողջ արխիվս կպահի էլի այսպես ասած այդ իմ աշխատանքի ժամանակ զանգեց ասեց տեսուչին ասում եմ հավելագրում ես արել ասում է ես ու անբարոյականի տղա չեմ հավելագրում անում հիմա բոլորը չգիտեն ինչ եմ ասում չէ ես չեմ Ասականի լա ես ու շփոթ կանի դե եմ ասում Բաժնի էթնիկական բաժնի ղեկավարը Որքանով է օբյեկտիվ հազարապետական, որ ընդամենը Մեսրոպյանից հետո նշանակված կազմի եւ
հարց ու պատասխանը տեսնելու դեպքում դուք կտեսնեք, որ այդտեղ բոլոր կետերով, այսօր նաև ելույթում, եթե հասցնենք ելույթները այսօր, կտեսնեք, որ բոլոր կետերում կա խնդիր։ Կա երկու, այսպես ասած, պատասխան իմ բոլոր հարցերին։ Առաջինը ընդունում են թերացումները սխալները, երկրորդը տալիս են այնպիսի պատասխան, որ իմ հարցի հետ կապ չունի։ Պարոն Ղազիմյան, դուք շարունակում եք պարոն Պետրոսյանի վերաբերյալ բանավեճի։ Ես միշտ բաց եմ, եթե որևիցե խնդիր կա, իմ ասածների հակառակ կարծիքը կա, պատրաստ եմ լսել եւ բանավիճել, ինչպես առանձին, այնպես էլ այսպես յուրաքանչյուր հանրային հարթակում, յուրաքանչյուր։ Պարոն Պետրոսյանը երեք ասաց, որ բանավիճում Դե իր գործն է, ինչ ասում, եթե չունի, չունի։ հրավերը ընդունում եք բանավեճը։